Այդ բույվել դոտոշ չեն խոզի ձագերը հասկացար, հա 15 հոգով 20 հոգով ավտոմատները սենց դրել են, ես ասում եմ հոպ այդ տղա բան սենց հասկացար, գցեցին մեզի գետին, քաշ տվեցին բանես կոմենքով, այդ մարտասպաններին ձերքերը բռնած մարդու կնդապես կինո էին գնում, այդ չոր չի հասկանում այդ կան բանը։ Մենք վերջը հաղորդի միջից հասկանում ենք, թե դրանք ինչի նկատի ունեն։ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ, ոնց ասեմ, Նիկոլ Փաշինյանը եթե դեմոկրատ է, ուրեմն Պինոչետի պես դեմոկրատ աշխարհը չկա։ Զարմանալի է, որ այս երդասարտը Նիկոլ Փաշինյանը որտեղից եկավ ու ինչ դարձավ։ Ես զարմանում եմ իր կեցվածքի ու պահվածքի վրա։ Ինչ? Կլան, ասում են, որ քաղաքը կլան է ղեկավարում։ Ուրեմն դրանք հատուկ խոսույթներ են ընտրում։ Իրենց ուրեմն գնում են սրանց դաստիարակում են, թե ինչ անեն, որ մարդկանց հասկացար վատաբանեն, ժողովրդի մեջ տարածեն ու մարդկանց ռեյտինգը ուրեմն գցեն ներքև։ Դրանք հատուկ այդպիսի դպրոցներն ավարտած եկել են։ Ինչի որտեղ կա կլան որ, այսօր կլանը ԿՊ-ի կլանն է, պետական կլաններն է, ուրիշ ինչ կլան, ինչի երկրում նմանատիպ բաներ կա, ինչի մեկը թող ասի թե երկրում ինչ-որ մի բան կա, պետական կառույցներ է։ Դուք 6 ամիս են ինչքան ղեկավարում եք կլան եւ այդ կլանի Ուրեմն ոստիկանության ստատիստիկան բացեք նայեք, ամենահանգիստ տեղը համարվում է Գյումրի քաղաքը, եւ այն տարիներին եւ հիմա։ Հələ գնացեք նայեք Երևանում ու մնացած տեղեր, դուք չեք տեսնում այսքան կրակոցները, որտեղ է կլանները, որտեղ է բաները։ Գյումրին շատ հանգիստ։ Հնին իրանք եթե իրանք չխառնեն նորի, չկան այստեղ ջահերներին իրար խառնել տան բանանեն, այստեղ շատ լավ մարդիկ ապրում են, շատ շնորհքով շատ հանգիստ։ Շինարարությունը Գյումրիի վերագրում են կառավարությանը,